Կրոնի հիվանդությունը խոցային կոլիտի հետ մեկտեղ աղիքների բորբոքային հիվանդությունների խմբին է պատկանում։ Դա աղիքների այնպիսի բորբոքում է, որը պայմանավորված է խանգարված իմուն համակարգով։ Կրոնի հիվանդությունը կոչվում է այդպես ոչ թե նրա համար, որ այն կրոնի հետ ինչ-որ կապ ունի, չնայած հետաքրքիր որ հրեաների մոտ ավելի շատ է հանդիպում, այլ այն պատճառով, որ առաջին անգամ նկարագրել է Կրոն անունով բժիշկը։ Իսկ ինչպիսիք են ախտանշանները այդ սրացման ժամանակ, այստեղ մենք կարող ենք ունենալ ինչպես աղիքների հետ կապված ախտանիշները, այսինքն որովայնի ցավ, նաև ջերմության բարձրացում, լուծ, կղանքում կարող է արյուն լինել, սակայն կարող է եւ չլինել, այնպես եւ կարող են ախտանիշները կապված լինել աղիքներից դուրս այլ օրգանների հետ։ Մասնավորապես կարող են լինել հոդացավեր, աչկերի, լյարդի, լեղուղիների, բորբոքում եւ այլն։ Կրոնի հիվանդությունը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, սակայն առավելագույն տոկոսը պացիենտների դա երիտասարդ 15-ից 25 տարեկան պացիենտներն են, ինչպես նաև երկրորդ այսպես կոչված պիկը հիվանդացության դիտվում է արդեն 55 տարեկանից հետո, որը որ մեծապես ազդում է նաև կյանքի որակի վրա։ Եվ քանի որ նրանք ունենում են նաև այլ օրգանների հիվանդություններ, այստեղ շատ կարևորվում է այսպես կոչված մուլտիդիսցիպլինար, այսինքն բազմաթիվ տարբեր մասնագետների միասնական աշխատանքը նման պացիենտին օգնելու։ Այստեղ եւ հետազոտական տարբեր մեթոդների կիրառման եւ դեղորայքային եւ անհրաժեշտության դեպքում վիրահատական բուժման ցուցումները դնելու եւ ճիշտ բուժումը գտնելու համար ամբողջ աշխարհում կիրառվում է այդ մուլտիդիսցիպլինար մոտեցումը։ Հիվանդության ընթացքը քրոնիկ է, այսինքն այն ընթանում է սրացումներով, երբ ախտանիշները արտահայտված են, իսկ սրացումները կարող են հետագայում բուժման ֆոնի վրա կամ նույնիսկ առանց բուժման մարել եւ այդ ախտադադարի շրջանը ի հայտ գա։ Սակայն հետագայում սրացումները կրկին կարող են առաջանալ եւ լիարժեք բուժում, այնպիսի բուժում, որը դադարեցնում է հիվանդությունը ամբողջովին, դեռևս առկա չէ։ Ախտորոշման համար անհրաժեշտ են մի շարք հետազոտություններ եւ դա ինչպես արյան եւ կղանքի մի քանի կարևոր ցուցանիշների որոշումն է, այնպես էլ կոլոնոսկոպիան, այսինքն հաստաղիքի էնդոսկոպիկ հետազոտությունը եւ բարակ աղիքները, քանի որ հնարավոր չէ տեսնել ոչ գաստրոսկոպիայի, ոչ կոլոնոսկոպիայի միջոցով, բարակ աղիքների բորբոքումը հայտնաբերելու համար կատարվում է համակարգչային շերտագրություն կամ մագնիսառեզոնանսային էնտերոգրաֆիա։ Դեղորայքային բուժման նպատակն է սրացումը վերացնել, այսինքն բերել ախտադադարի, այսպես կոչված ռեմիսիայի եւ հետագայում շարունակական բուժման միջոցով պահպանել այդ ախտադադարը, որքան հնարավոր է երկար ժամանակ։ Սա նշանակում է, որ դեղորայքային բուժումը պետք է կիրառել երկարատև, անորոշ երկար ժամանակ, այսինքն ստացվում է, որ փաստորեն գրեթե ամբողջ կյանքում պացիենտը պետք է ստանա դեղորայքային բուժում եւ գտնվի բժշկի հսկողության տակ։ Այս բուժման եղանակները, դեղորայքային բուժման խմբերը գնալով շատանում են եւ վերջին տարիներին մեր գաստրոենտերոլոգիայի ոլորտում գրանցվում է մեծ առաջընթաց նոր դեղերի, ավելի էֆեկտիվ դեղերի հայտնաբերման եւ կիրառման առումով։ Եվ Հայաստանում իհարկե բոլոր նորագույն էֆեկտիվ այսպես կոչված կենսաբանական դեղերը, ինչպես նաև այսպես կոչված փոքր մոլեկուլները, որոնք առավել արդյունավետություն են ցուցաբերել, բոլորը չեն հասանելի։ Վերջերս Առողջապահության նախարարությանը հաջողվեց օգնության միջոցով ստանալ շատ էֆեկտիվ դեղորայք, որը մեր բաժնում, մեր բաժնի պացիենտներին հասանելի է։ Սակայն դեռևս կա շատ բացեր այս դեղորայքը եւ բուժման մեթոդները Հայաստանում լիովին հասանելի դարձնելու համար։ Գոյություն ունի Եվրոպական կրոնի եւ կոլիտի կազմակերպություն, որը զբաղվում է այս հիվանդությունների եւ կրթական ծրագրերով եւ նաեւ ուսումնասիրում է Եվրոպայում իրավիճակը, թե տարբեր երկրներում ինչպիսի հասանելիություն կա հետազոտությունների եւ դեղորայքի։ Եվ անցած տարի մենք կարողացանք դառնալ այդ հետազոտական ծրագրի մի մաս եւ մեր հիվանդանոցը Միքայելյան համալսարանական հիվանդանոցը ընդգրկվել է նրանց ծրագրում որպես աղիքների բորբոքային հիվանդության մասնագիտացված կենտրոն։ Այդ ծրագրի միջոցով նրանք փորձում են վերհանել տարբերությունները եվրոպական տարբեր երկրներում եւ կատարել ծրագրեր, որոնք ուղղված են կրոնի եւ խոցային կոլիտի բուժման ստանդարտացմանը ամբողջ Եվրոպայում։